Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք ԲՀԿ-ն հնարավոր է պարլամենտում մեծամասնություն ունենան, քայլեր է ձեռնարկում իր վերարտադրությունը հունիսի 7-ին ապահովելու համար նորմալ է։ Դու ոչինչ չես անում, մենակ վատացնում ես հարաբերությունները այդ մի կողմի հետ քո անձնական իշխանության համար։ Արդյունքը շատ վատ է լինելու։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Բադալյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բադալյան, այսօր ազգային ժողովը ընդ որում արտահերթ նիստով, ինչպես ընդդիմադիրներն են ասում, այսպես ափալ-թափալ, իշխող ուժի նախաձեռնությամբ ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը 66 կողմ 16 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Հիմնական փոփոխությունն այն է, որ կուսակցություններին դաշինքներին թույլ չեն տալու անվանումներ, իրենց բանում անձնանուններ լինի անվանումներում, տեղանուններ եւ այսպես շարունակ։ Նախ սրա հետ կապված ընդդիմադիրները պնդում են, որ իրենք վերջի պահին են իմացել այս նախաձեռնության մասին։ Իշխանություններն էլ ասում են, որ վրիպակ է եղել, դրա համար այսպես ժամկետների հետ կապված խնդիր է եղել։ Նայեք, ձեր հարցի մեջ մի քանի ենթահարցեր կարող են պարունակել, առանձին կանդրադառնանք։ Հիմա կոնկրետ տվյալ պահի հետ կապված գաղտնիք չէ, որ դա կատարվում է կոնկրետ մեկ դաշինքի դեմ։ Դա Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի դեմ է կատարվում, որտեղ իր անունն է այդտեղ գրված։ Մնացածների վրա ոչ մեկի վրա այս պահի դրությամբ ոնց որ թե չեմ հիշում, որ անուն է լինի, անազգանուն եւ այլն, հասկանալի է տեղում մարմիններ եւ այլն, դա ոնց որ շղարշի դեր է կատարում հիմնական անձնանունների հետ։ Ինչու է սա կարևոր, որովհետև ընտրողը, երբ որ հատկապես քաղաքականապես ոչ ակտիվ ընտրողը, տատանվող ընտրողը, որը Սամվել Կարապետյանի կողմնակիցն է, որը հիմնականում մարզերում, անգամ գյուղերում շատ ավելի, որտեղ ավելի հեռու է քաղաքական կյանքից, որտեղ կոնկրետ մեկ ալիք է նայում, որտեղ քաղաքական դիսկուրսներ ակտիվ ընդհանուր տեղի չեն ունենում, նա երբ որ գնա վերստի քվեաթերթիկը, իսկ նա քվեարկում է կոնկրետ մեկ մարդու համար, ապա քվեաթերթիկում նա չգտելով այդ մեկ մարդու, նա կարող է այլ քվեարկել կամ չգնալ, մտածել, որ այլևս ինքը որ չկա անունը, ուրեմն իրան չի անցնելու, եթե ինքը չի անցնելու, ինչի գնամ քվեարկեմ, որովհետև քվեարկում են ոչ թե դաշինքի, այլ Սամվել Կարապետյանին։ Այսինքն հասարակությանը մոլորեցնելու, այսպես խառնաշփոթ։ Չէ, ասի հասարակությանը, ոչ թե հասարակությանը, որտեվ տվյալ դաշինքին քվեարկում են կոնկրետ այդ քաղաքական գործիչի կողմնակիցները։ Հասարակության մաս են կազմում նաև ԿՊԱ-ականները, բայց ԿՊԱ-ականները հասկանալի է, որ չեն գնալու քվեարկեն։ Այսինքն դա, այսպես ասենք, օրենքը չի խախտում, սակայն իր մեջ մանիպուլյացիոն բնույթ կրող օրենսդրական փոփոխություն է, որը կատարվում է քվեարկությունից հունիսի 7-ից, եթե հաշվում ենք, այնտեղ անգամ 2-3 ամիս 3 ամիս էլ չանում, էլի, 2 ամիսից արդեն համարյա 2 ամիս առաջվա տվյալներով, այսինքն դա ընդունված չէ, սակայն դա իհարկե իր մեջ մանիպուլյացիոն երևույթ կրում է, կոնկրետ ասում եմ, ուղղված է տատանվող ընտրազանգվածին, որը չգտնի Սամվել Կարապետյան անազգանունը եւ քանի որ ինքը պարտավոր չէ ուրեմն հետեւել քաղաքական գործընթացներին, տեսնել, որ դաշինքն է, որ նախկին մետաղուն է կրում, նա կարող է պատահական ուրիշ ընտրել կամ դրան չընտրել, այսինքն ամեն դեպքում դա ձայների իջեցում է տեղի ունենալու, ինչպես նաեւ Սամվել Կարապետյանի կողմնակիցները, որոնք пассив կողմնակիցներ են, այսինքն չեն գնում այդ դաշինքի հետ հանդիպումներին, այդքան չեն խորանում այդ քաղաքական անձի հետ են կապված, բայց իրենք ակտիվ, ասենք, երթեր ցույցերին այդ շրջաններում չեն գնում, ուղղակի կողմնակից են Սամվել Կարապետյանը, ոչ թե տատանվող ընտրազանգությունը, բայց գնալու քվեաթերթիկը վերստելու տեսնելով Սամվել Կարապետյան չկա, կմտածեն, որ երևի իրան թույլ չեն տվել, կգնան ինչ որ ուրիշին քվեարկեն, հավանականությունը այն է, որ կարող է քվեարկեն հենց Բարգավաճ Հայաստան ուրեմն կուսակցության օգտին, ինչու որտեղ այդ գործիչները կերպարով են գալիս։ Այսպես հետևանքներ, արդյունքներ կունենան։ Այո, կունենա։ Հա, չեմ կարող ասել ինչքան տոկոսային առումով կունենա, բայց դա կունենա։ Սա մեկ։ Երկրորդ, հիմա մի խնդիր էլ կա, տեսեք, առաջին ընթերցման եղավ, հիմա պետք է սպասենք, տեսնենք ԵՊ երկրորդ ընթերցումը լինում, երկրորդ ընթերցումն է լինելու է, գնալու է նախագահի մոտ ստորագրման, այստեղ մի խնդիր կա։ Նախագահն եփ է ստորագրելու եւ եփ նա ուժի մեջ մտնելու
որովհետև կարող է պատահի մեկ էլ իշխանությունները իշխող քաղաքական ուժի այնպես անի, որ նա ստորագրի եւ ուժի մեջ մտնելը այնպես դասավորի, նույնպես մանիպուլյացիոն է, առերևույթ օրենք չխախտելով, որ այդ դաշինքը չկարողանա գրանցվել, որովհետև հա անունը փոխելու համար որոշակի այսպես գործողություն պետք է ամեն դեպքում կատարվի։ Հետաձգեն գործընթացը, ձգձգեն։ Ձգձգելով չէ, ուղղակի թույլ չտան, որպեսզի այդ դաշինքը կարողանա վերագրանցվել այն ասենք ուժեղ հիմա նա ինչպես է կոչվում ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Հիմա այնպես չէ, որ միանգամից թուղթը վերցեցի եւ դաշինքանը փոխեցի ամեն դեպքում որոշակի ժամանակի պահանջում արձանագրային որոշակի, ասենք իրավակարգ գոյություն ունի այդ դաշինքի վերագրանցման համար հիմա կարող եմ այստեղ պետք է ուշադրություն դարձնենք թե եփեն հա ուժի մեջ մտնելու ինչ ելնելու որովհետև դա կարող է ներկայացնեն այս ձևով հա ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ բայց ստորագրությունը լինի կենտրոնական տրական հանձնաժողովը չի կարող գրանցել այդ դեպքում այդ դաշինքը որովհետև օրենքը ուժի մեջ է մտել այսինքն մոլդովական սցենարը բայց դաշինքը դուրս մնաց որովհետև դու ոչինչ չես կարող ամենից հաշվի առել են իրենք Ես ինչ իմ անում, ես չեմ կարող ասել։ Ես չեմ կարող, ես անց չեմ շփվում, չեմ կարող ասել, ասեմ տարբերակները տենց է։ Մոլդովայի մոտավորապես այդ սցենարով առաջ գնաց, հիմա շատ հնարավոր է, որ կարող է ժամանակային առումով այնպես անեն, որ դաշինքը չհասնի։ Հիմա այդ դաշինքը նախորդ հիմա ինքը անունը փոխելով բանանի, այսպես արդեն հիմա արդեն չսպասելով դրան այդ փոփոխությունն անունը փոխի ու այդ ձև ներկայացնի արդեն դա ուրիշ հարց է բայց դա էլ արդեն նշեցինք որ այո որոշակի ընտրողների ձայնի հետ կապված պակասը կլինի իհարկե ընտրությունների մասին մենք առավել մանրամասն հետո կանդրադառնանք բայց սա կոնկրետ դա է վկայում այսինքն կոնկրետ մեկ դաշինքի մեջ սա մեկ ձեր հարցի երկրորդ կոնտեքստը իսկ ինչու են անում մենք հասկացանք զուտ ասենք հա ընտրական տեխնոլոգիաների տեսակետով սա ասենք մի քիչ մանիպուլյացիոն բնույթ ունեցող կոնկրետ դաշինքի դեմ կատարվող գործողություն է եւ հասկացանք ինչ են անում որպեսզի այդ դաշինքի գործերը վատացնի բայց մեծ իմաստով ըստ էության ոչ թե ըստ բանով այդ արտաքին կողմով այ ըստ էության ինչ են անում այսա կապված է արդեն ամենահավանականությամբ Փաշինյան Պուտին Մոսկովյան հանդիպման հետ ինչ առումով տեսեք այնտեղ տեղ ունեցավ հանդիպումը Հանդիպան ժամանակ այդ որ ասեց մեր տեխնացուի հետ կապված քննարկումի եղած ռուսական անձնագրով թույլ չեք տալի մասնակցել։ Հա, թույլ չեն տալի մասնակցել եւ այլն։ Տեղ ունեցել արտաքին, բաց հանդիպում, բայց չէ որ բաց հանդիպումից հետո եղել է երկրորդ հանդիպումը, փակ հանդիպում մոտավորապես 2 ժամ։ 2 ժամ, եթե ընդհանրապես sense է գալիս են, բաց նստում են, ընդհանրապես խոսում են պահպանում են դիվանագիտական էտիկետը, հետո գնում են փակ դռների հետևում, ասենք արդեն իրական հարցեր քննարկում են, բայց այդտեղ այդ էտիկետը փաստացի չպահպանվեց, որտեղ երկու կողմից նկատվեց բավականին հակամարտության բնույթ կրող բաց հանդիպում։ Հիմա փակ հանդիպումն է եղել 2 ժամ, մենք չգիտենք ինչ են խոսացել, բայց այդ հանդիպումից հետո 2 ժամ հանդիպումից հետո երկու գործողություն է տեղի ունենում։ Առաջին Ռուսաստանի Դաշնությունում հա քաղաքագետերից մեկը, որը որոշակի կարգավիճակ ունի Վալդայի ակումբում Հա Դմիտրի Սուսլով գալիս է Հայաստան տարբեր լրատվամիջոցների հետ, նաև հեռուստատեսությամբ հաղորդում ունենում եւ փաստացի սպառնալիքներ են ներկայացնում հասարակությանը, որ եթե հունիսի 7-ին, ասենք, հա, այսպեսի ընտրություն լինի, որը իշխանությունը վերտադրվի, Թուրքիան կհարձակվի, Ադրբեջանը կհարձակվի, դուք ԵԱՏՄ-ից դուրս կգաք, բացասական, այսպես հա Իրանը թույլ է իհարկե այստեղ որոշակի խնդիրներ կա, Իրանը այդքան էլ թույլ չէ, Իրանի թիկունքում Չինաստանն է կանգնած, բայց դա ուրիշ հարց է։ Այսինքն սպառնալիքները տեղ ունենում եւ երկրորդ տեղ ունենում այս մեր հենց նոր քննարկած հարցը, այսինքն Սամվել Կարապետյանը հանում են դաշինքից։ Այս երկու գործողությունները մեզ ենթադրել են տալիս, որ փակ դռների ետևում Փաշինյան-Պուտին հանդիպումը անավարտ անարդյունք է եղել։ Այսինքն արդյունք չի տվել։ Փոխադարձ արդյունք չի տվել Փաշինյան-Պուտին հանդիպումը ավարտվել է անհաջողությամբ կարող ենք ասել էլի կամ անարդյունք այսպես ավելի ճիշտ կլինի որ Փաշինյան-Պուտին փակ դռների ետևում հանդիպումը անարդյունք է ավարտվել եւ որի հետևանքը այս երկու գործողություններն են հասկանալի է որ եթե նորմալ ազնիվ արդար ընտրություններ տեղ ունենան հավանականությունը կա որ ես երեք ռուսամետ ուժերը ուժեղ Հայաստան դաշինք ԲՀԿ-ն հնարավոր է պարլամենտում մեծամասնություն ունենան, բայց Հայաստանում կա ընտրական գործընթացի, այսպես, չգրված օրինաչափություն։
որը սկսվեց 95 թվականից։ Եթե հետևել եք այսօր կազմակերպությունը Gallup, որը հարցումները պարբերաբար իրականացնում, կրկին տվյալներ էր հրապարակել։ Գիտեք ինչ, ուրեմն եկեք ընդհանրապես դուք ուշադրություն մի դարձեք բոլոր հրապարակող տենց տվյալներին, էլի։ Դե ամեն դեպքում սոցհարցումներ են հրապարակվել, որոնք այսպես տողատակ էր, գուցե ոչ այսպես հանրության տրամադրություն։ Տողատակերը ուրիշ տողատակեր են, որոնք դուք կարող եք բացարձակ ուրեմն գլխի չգրով դա ձեզ հաղորդումից հետո կասեմ, հաղորդումից հետո կասեմ, թե ինչ տողատակեր են, չէ։ Խորտ կտամ դες ընդհանրապես ուշադրություն չդարձնել հրապարակող որևիցե ուրեմն բանի սոցիոլոգիական հարցմանը, որովհետև Հայաստանում սոցիոլոգիական հարցումները հիմնականում այսպես կարծիք ձևավորման խնդիր են լուծում եւ ոչ թե իրականում ներկայացնում են իրական պատկեր, այսինքն մարդկանց վարքականոնի վրա ազդելու շուտ գործընթաց են բան են հանդիսանում, էլի խթան են հանդիսանում, դա էլ միշտ չի որ իրականությանը համապատասխանում, այդտեղ նաեւ ուրիշ, ну ես չեմ ասում Gallup-ին, ընդհանրապես, երբ որ նման ուրեմն մանիպուլյացիոն բնույթ կարող երևույթ է լինում, դա միշտ այսպես, հա, առանց համապատասխան ֆինանսական ներդրումների չի լինում։ Դրա համար եկեք ուշադրություն մի դարձեք, հա։ Բան պատել են, այսինքն ըստ ձեզ այս փոփոխությունները նաև այսպես հետևանք են, պատճառահետևանքային կապ ունեն մոսկովյան հանդիպման հետ։ Իմ կարծիքով այո։ Այո, որտեղ այդ հանդիպումը փաստորեն անարդյունքի ավարտվել։ Կոնկրետ տեխնացուի հետ կապված։ Կոնֆրենս Հայաստանի խորհրդանում քաղաքական համայնապատկերի հետ կապված։ Որի մեջ տեխնացուն իր դերակատարությունը ունի, որտեղ այդ տեխնացու գաղտնիք չի։ Ինչքան էլ իրանց կողմնակիցներ ասեն, թե մենք դրսի կարիքը չունենք, դրանք շատ լավ կարիք ունեն, բայց ըստեղ ուրիշ հարց էլ կա։ Նաև ինչ է Սամվել Կարապետյանը, բացի որ կողմնակիցները չգտնեն իր անունը, նաև տատանվող ընտրազանգված, իր կողմնակիցները չգտնեն, քաղաքական այդ ուժը չունի ոչ մի ուրիշ գրավչություն, բացի այդ անուն ազգանունը։ Ինքը չկարողացավ ձևավորել ինչ որ քաղաքական, գաղափարախոսական ինչ որ հա գրավչություն, քաղաքական գրավչություն։ Օրինակ, տեսեք, հա, իշխող քաղաքական ուժը ներկայացնում է խաղաղություն։ Նա չի ասում Նիկոլ Փաշինյան քվեարկեք, նա ասում է խաղաղություն քվեարկեք։ Դա դեր կանգնեք խաղաղության։ Խաղաղությունը եւ դա ասում է խաղաղությունը սա է, սա պատերազմի կուսակցություն է։ Հիմա դնենք մի կողմ համաձայնեք, համաձայն չեք, մանիպուլյացիա չի, բայց ինքը ներկայացնում է որոշակիորեն, ասենք, պատկեր, ապագայի պատկեր։ Այս քաղաքական ուժը Հայաստանը չկարողացավ ներկայացնել, իհարկե ինչ որ 5 կետեր էր առաջ քաշում, հա ինչ որ հարկեր է զրահացնենք, չգիտեմ, ելիշ կետեր են դա ասում, հա, չգիտեմ, հա, բնակարան կառուցենք տանք ետասարդեն, ինչ որ տես բան, հա, 300,000 աշխատատեղ էր ինչ որ ուզում ստեղծել, երբ որ 300,000-ը Ամերիկայի նման 350 միլիոնանոց երկրում, երբ որ 300,000 աշխատատեղ է բանանում, այդ ստեղծվում Ամերիկայի նման, որի բնակչությունը 350 միլիոն է։ Միանգամից նախագահի վարկանիշը բարձրանում է մի քանի տոկոսով։ Հայաստանում դու այս պայմաններում 350,000 չես կարող աշխատատեղ ստեղծել, էլի։ Եթե իհարկե չես ուզում երազ գործարանի նման բոլտու գայկերքով ինչ որ բանվորների գործարան ստեղծած, բայց դա էլ քո արտադրանքը ոչ ոք չի առնի։ Այսինքն ինքը չստեղծեց գրավիչ ինչ որ կյանքի կերպար ապագայի, որ մարդիկ դրան քվեարկեն։ Իրանց գրավչությունը կամ գաղափարախոսության հիմքը դարձավ Սամվել Կարապետյան անազգանով մարդը։ Եվ բնականաբար երբ որ այդ մարդուն հանում ես այդ դաշինքից, այնտեղ տակը ոչ մի բան չի լինում։ Որտեղ է դաշինքի մեջ հիմա որ ասենք ովքեր են այդ դաշինքի անդամներ, ուժեղ Հայաստան կուսակցությունը, բայց ներկուսը ովքեր են, դուրս եկեք հարցեք։ Խիստ մասնագետ պետք է լինես, որ իմանաս թե ներկուսը ովքեր են եւ ովքեր են այդ կուսակցությունները։ Չկա փաստը, որ նոր ձևավորված կուսակցություն է։ Չկա։ Այսինքն ինչ որ ժամանակ Չէ, ուրեմն նոր ձևավորված կուսակցությունը նախ Իրանն է ներկայացնում, չէ։ Նոր ձևավորված կուսակցությունը միանգամից չի վազում Սամվել Կարապետյանի հետևից, որպեսզի բան անի, այսպես, հա, իր Սամվել Կարապետյանը անազգանով ներկայացնի նոր կուսակցությունը մի տարի առաջ ձևավորեք, նախ ներկայացեք ով եք դուք, այսինքն նոր ձևավորվածը երբ ա եղել։ Մի տարի առաջ, մի ամիս առաջ, 6 ամիս առաջ ինքը ինչ էր այնց ներկայացնում։ Ինքը փաստորեն իրան այդ ոչինչ չի ներկայացնում, փաստորեն ստիպված է եղել ընդհանրապես կարճել Սամվել Կարապետյանը անազգանով։ Սա էլ է խնդիր դրած, որ այդ դաշինքի միակ շարժիչ ուժը դրոշակը կամ ինչ որ գրավչությունը ուժի պա ոնց կուզենք ուրեմն տերմինաբանություն ընդունենք, ընդհանրապես Սամվել Կարապետյանը անազգանով։ Դա հանում ես դաշինքը չեզոքացվում։ Հիմա նայեք, փաստորեն իշխող ուժը այսպես մանր ու մեծ տարբեր միջոցներով, տարբեր, հա, թե օրենսդրական, թե օրենքից դուրս, այսպես փորձում է, հա, նորովինս ընդդիմադիրներից ձայներ փոկել, տարբեր մեթոդներով։ Ընդդիմադիրներից ձայներ չեն փոկում։
Դե Նիկոնը նվազեցնել այդ Ուրեմն անդիմադիր ընտրազանգված հասկացություն գոյություն չունի։ Չկա, կան ընտրազանգված, ասել եմ, դեմ տարբեր կառուցվածք ունի։ Արևմտամետներ, ռուսամետներ, տատանվողներ, սրանք քաղաքական քվեարկողներն են։ Արևմտամետներ, ռուսամետներ, ծովից ծով Հայաստանի կոմունիստներ եւ տատանվողներ գումարած անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, ասենք Նիկոլ Փաշինյանի կոմունիստներ, Սամվել Կարապետյանի կոմունիստներ, Գայք Ծառուկյանի կոմունիստներ, Ռոբերտ Քոչարյանի, այսինքն որոնք կերպարներ ունեն, այսինքն ընտրազանգվածը մի քիչ բարդ բաներ ունեն, անդիմադիր ընտրազանգված չկա։ Այո, իշխող քաղաքական ուժը քայլեր է իրականացնում, ճիշտ ասած թե որն է օրենքից դուրսը ես չեմ կարող ասել, որտեղ դա կլինի մեղադրանք, օրենքին եւ օրենքի շրջանակներում, որտեղ ինչ որ անում են, հակաօրինական բան չկա։ Կարող ենք ասել մանիպուլյատիվ բնույթ է կրում, բայց մանիպուլյատիվ բնույթը հակաօրինականություն չի նշանակում։ Դրանք տարբեր բաներ են, օրենքի շրջանակներում քայլեր է ձեռնարկում իր վերարտադրությունը հունիսի 7-ին ապահովելու համար, նորմալ է։ Իդեպ հանրապետականը հայտարարեց, որ չի մասնակցում, այս որոշման մասին ինչ կասեք, ճիշտ է։ Գիտեք, վաղուց է պետք որ հանրապետական կուսակցություն նախի ղեկավարին փոխի, որտեղ ամեն դեպքում 18 թվականին մերժել են իրեն։ Եվ եթե նա չի փոխում, նա ինքը փաստորեն մնում է այդ այսպես, ապագա չունեցողների կայանում, այդ հարթակում։ Ինչ վրա, բայց ոնց որ հասկանում իրանք երկարաժամկետ են բանանում, խնդիր լուծում, այսինքն իրանք ոնց որ հասկանում 31 թվի համար են ուզում լուծել։ Ասում են 31 թվի համար։ Այս բային ձևակերպումը չեմ հիշում, ասում են անմիջականորեն չեն։ Հա, իրանք անմիջական չեն մասնակցում, դա նշանակում է, որ իրանք անողակի պաշտպանում են, որովհետև այնտեղ կա միասնության թևեր, հա, նաև նա դաշինք, որը ըստ լրատվամիջոցների հենց ասոցացվում է հանրապետականին մերձ կամ հանրապետական ղեկավարության մի մասին եւ նրա ազգականներին մերձ, ուրեմն քաղաքական շրջանակներից եւ անուղղակի կարող են աջակցել, ասենք այդ դաշինքին խորհրդարան մտնելու համար, որտեղ իրանց պետք է 2031 թվականի համար ունենալ վարչապետի իրանց տեխնացությունը եւ հույս ունեն միգուցե միասնության թևերին հետագան 2031 թվականի համար կարողանան աճացնել, իրանք էլ արդեն 2031 թվին կմտնեն շրջանառության մեջ հանրապետականները, որտեղ հիմա երկրորդ նախագահի փաստորեն վերջին շանսն է, եթե նա չի կարողանում ոչ մի բան անել, 2031-ին նա հաստատ էլ Իդեպ այսօր իշխանության ներկայացուցիչները էլի այսպես անդադ կրկնում են, ասում են իրենք չեն մտնելու խորհրդարան, չեն մտնելու Հայաստան դաշինքի մասը։ Դա չեմ կարող ասեմ, հիմա մտնելու են, չեն մտնելու, բնականաբար իրենց քաղաքական մրցակիցն է, շատ հնարավոր է այդպես ուրեմն ասեմ, որտեղ ինքը դաշինք է 8% ձայն է պետք, ես չգիտեմ, իրանք 8% ունեն, թե չունեն, ես չեմ կարող ասեմ, միգուցե իրանք փակ, ասենք, սոցիոլոգիական հարցումների արդյունք բան այդ տվյալներն ունեն դրա համար, բայց այդտեղ կա ուրիշ խնդիր, հասկանում եք, այդ ընտրությունների մասին մենք խոսում ենք, բայց մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք։ Ընտրությունները ընդհանրապես դիմացի 5 տարով չի կլինել։ Դու մի հատ նայում ես նախորդ անցած ժամանակահատվածում, վերցնում ես հա անկախության ժամանակահատվածից 90 թվականից հետո տեղ ունեցած ազգային ժողովի ընտրությունները 95 թվական, 99 թվական, 2003 թվական, 2007 թվական, 2012 թվական, 2017 թվական, 2018 թվական, 2021 թվական, 30 տարվա ընթացքում 8 ազգային ժողովի 8 ընտրություն եղել, երբ որ նայում եք պաշտոնական արդյունքները, կրկնում եմ, պաշտոնական արդյունքները, դուք տեսնում եք, որ միշտ պաշտոնական արդյունքներով խորհրդանում մեծամասնություն է ունեցել տվյալ պահին գործադիր իշխանությանը տիրապետող ուժը։ Եթե այդպես չի եղել, ինչպես 98 կամ 2018 թվին, որտեղ հիշում եք 95 թվին, հա, նու կարող դուք չհիշեք, բայց դասագրքերով իմանաք, ՀՇ-ն կամ այն ժամանակ ՀՇ չէր կոչվում, արդեն հանրապետություն էր կարծեմ միավորում էր կոչվում, նա խորհրդան մեծամասնություն եղավ 98 թվականին կիսվեց, բայց այնուամենայնիվ բավականին մեծ ազդեցիկ խմբակցություն ուներ։ Եվ երբ որ 98 թվականին տեղ ունեցավ պալատական հեղաշրջում, ինչպես է ընդունված է անվանել ու գործադիր իշխանությունը փոխվեց, նախագահան առաջին նախագահան գնաց, երկրորդ նախագահան եկավ, կառավարությունը փոխվեց, 99 թվականի պարլամենտական ընտրությունները ամբողջովին բերվեց եւ գործադիր իշխանության հետ նույնականացման կամ նույն քաղաքական թիմի համենապատկերը այնտեղ ձևավորվեց, ընդդիմությունը թույլ էր։ Նույնը 2018 թվականին, երբ որ հա վարչապետը մայիսին փոխվեց, խորհրդան մեծամասնությունը հիշում եք հանրապետականներ, բարգավաճներ եւ կարծեմ դաշնակցություններ, բայց
նո ելքանդը փուճուրիկ էր եւ դեկտեմբերին խորհրդանի ընտրությունների արդյունքով այնտեղ համայնապատկերը այնպես փոխվեց որ բերվեց նույնականացվեց գործադիր իշխանության հետ նույն քաղաքական թիմակիցների այսինքն նույնպես է օրինաչափության մաս է դառնում այսինքն 30 տարվա ընթացքում 8 անգամ եղել է միջոցառում ազգային ժողովի ընտրությունները կոչված միջոցառում եւ 8 անգամ նույն արդյունքն է եղել նույն հետևանքն է եղել խորհրդարանում մեծամասնություն եղել է տվյալ պահին գործադիր իշխանության ու մեծամասնություն կազմողը հիմա հարց է առաջանում ի՞նչն է փոխվել որ 9-րդ անգամ պետքա ուրիշ արդյունք լինի ի՞նչն է երբ որ այս պահի դրությամբ գործադիր իշխանությունը ամենամոտիվացվածն է հայ իշխող քաղաքական ուժը եւ նրա ղեկավարը պահելու համար ամենամոտիվացվածն է ի տարբերություն մնացած ուժերի մեկ երկրորդ երբեք չի եղել որ արտաքին sense ակտիվ աջակցություն լինի կոնկրետ մեկ ուժի, ինչպես Եվրոմիությունը աջակցում է, հա, իշխող քաղաքական ուժին, գումարած Բրիտանիա, գումարած Թուրքիա, գումարած Ադրբեջան, գումարած Իսրայել, գումարած Ամերիկա։ Այսինքն մի մեծ արևմտյան կոնգլոմերատ տարբեր շահերի ձեռներով կոնկրետ մեկ քաղաքական ուժին են աջակցում եւ երրորդ հասարակությունը ինչպես 95 թվականին շատ ավելի ուժեղ էր Արցախը հաղթած հասարակությունները պարտվեց այն ժամանակ իշխանության, ապա հիմիկու հասարակությանը երբ հատկապես մարզերը գնում շատ ավելի թույլ է եւ տեղին չէ համեմատել, այսինքն այնպես չի որ հասարակությունը հայ հիմա հասկացավ ինչ է եղել, արթնացավ եւ այլ, այսինքն հասարակության գործոնը գոյություն չունի։ Հիմա հարց. Եթե 8 անգամ այդպես եղի, ինչ եք մտածում որ 9 անգամ ուրիշ կլինի։ Ես չեմ ասում անպայման իշխելու է, հա, հաղթելու է իշխող քաղաքական ուժ, ես ասում եմ, այս օրինաչափությունը կա, սրա դեմ ինչ է կանելու։ Պարոն Բադալյան, ես ուզում եի այսպես էլի վերադառնանք խոսենք Մոսկովյան այցից։ Բացի այդ ձեր նշած քաղաքական քննարկումը, նաև դրանից հետո շատ կոշտ հայտարարություններ հնչեցին արդեն տնտեսական, այդպես համագործակցության առումով, Օվերչուկի, այսպես ասած, հայտարարությունները նկատի ունեն, որ պետք է վերանային Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունները։ Նախ սրանք իսկապես այսպես ռեալ խոսքեր էին, թե նախազգուշացումներ ու ինչ հետևանքներ կարող են լինել։ Դա նախազգուշացումներ էին, բայց գիտեք ինչ, հիմա սենց է, իշխող քաղաքական ուժը պետք է իր վերջո ընտրություն կատարի։ Եթե դու հարաբերություններ ես ճամբարի հետ, ասենք սա ռեստում ես, իջացնում ես, մյուս ճամբարը պետք է ակտիվորեն զարգացնի, որտեղ երբ որ նայում եք ռուսական լրատվամիջոցները, այդ հանդիպումից հետո իրենց դաշտային լրատվամիջոցները, հա, RTR, Առաջին ալիք, NTV եւ այլն, խիստ բացասական են ներկայացնում Հայաստանի ղեկավարի գործունեությունը։ Հիմա որոշում պետք է կայացնես։ Եթե գնում ես իրականում Եվրոմիության հետ բան ես անում, այս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն ես անում, այդ դեպքում ինչ գործ ունեն ռուսական լրատվամիջոցները Հայաստանի ազգային մուլտիպլեքսում։ Ուրեմն պետքա օրենք ընդունես ըստ որի քննարկումներ գնում։ Չէ, քննարկումները 5 տարի գնում է։ Ես ասեմ օրենք պետքա ընդունվել կոնկրետ, ըստ որի Հայաստանի ազգային մուլտիպլեքսում կարող է միայն Հայաստանի Հանրապետության իրավաբանական հանդիսացող հեռուստաընկերությունները հաղորդվել։ Ասենք, չգիտեմ, օրինակ Եվրոմեդիա 24-ը կարող է հայտ ներկայացնի, այնտեղ հեռացակվի կամ մեկը լալիք, եթե դրանք ազատվեն։ Հիմա կամ դու դա արա, կամ եթե տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ ասենք իջացնում ես, բարեխի Եվրոմիության տարբեր անդամների հետ ասա, չէ, ասում եմ մենք հասկանում ենք, որ պետք է պահ կա ու ընտրություն կատարվի։ Չէ, հիմա մի րոպե, այլ եմ ասում, իր ասելը քիչ է։ Ես ասում գործողություն պահը որ գա, այդ պահը դու պետք է հասկացես, եթե այստեղ վատացնում ես, սառեցնում ես հարաբերությունը կամ իջացնում ես մակարդակ, այնտեղ զարգացում ես սպասում են մյուս կողմի արձագանքին։ Չէ, մյուս կողմի արձագանք չի, քեզ ով չէ, դու ինքդ դու պետք է ինքդ գնաս նախաձեռնես, ասենք տնտեսական համագործակցության ծրագրեր կան քեզ դրա հետ, որ Հայաստանի ապրանքները արտադրանքը, եթե շուկան փակվեց, իսկ շուկան կարող ռուսական շուկան կամ յատոմն շատ հնարավոր է փակվի, կամ ռուսական շուկան փակվի, դու գնաս բան անես, այդ այնտեղ այն եվրոպական երկրներն վաճառես։ Հիմա դու վատացնում ես հարաբերությունները։ Առանց այլընտրանք ստեղծելու։ Առանց այլընտրանք ստեղծելու։ Կամ չեմ ասում միայն Եվրոմիություն, Իրան, չգիտեմ, արաբական աշխարհ, Ամերիկասին տարբեր, օրինակ Վրաստանը անում է։ Վրաստանի շուկան իր ապրանքների համար
տարբեր բազմաթիվ երկ անգամ չինական շուկա է շատ արագ թափով մտնում է վրացական գիները մտնում է շատ արագ թափով չինական շուկա, բայց Հայաստանի իշխանությունները բացարձակ ոչ մի բան չեն անում։ Հարցը բայց չէ՞ պատասխանում հարաբերությունները Ռուսաստանի։ Եթե դու պետք է տուժես, նավի ժողովուրդը տուժելու է դեպքում բարեղի այնտեղ զարգացու կամ մյուսների հետ։ Եթե չես զարգացնում, խես անում։ Եթե սես անում, ինչի՞ չես անում, մյուսը չես անում։ Սա տնտեսական հետևանքները ինչպիսին առաջ Շատ կան, ինչպես կզգա։ Եթե հիմա գազը վերցնեն, դրստեն հիմա գազը էսպես է։ Իրան գազը ռուսական Գազպրոմը վաճառում է կարծեմ բանին, Գազպրոմը Արմենիան, այսինքն Ռուսաստանը սահմանի վրա, Ռուսաստանի արտասյոտ, այդ որ Պուտինը ասաց 177 ասաց կարծեմ։ Չեմ հիշում, տնտեսական հարցի փորձագետ չեմ, մի խոսքով 177-ու բան արեց, կես արեց, բանը ծամ վաճառում են արտասյոտու կես։ Հա։ Բայց Գազպրոմ Արմենիան բնակիչներին բան շատ ավելի մեծ գնով է վաճառում։ Եթե այստեղ բարձրանա, այստեղ պետք է բարձրանա։ Հիմա եթե այստեղ բարձրանա, ինչը կապված է գազի հետ, հաց եւ ամեն ինչ որ գազի հետ է կապված ունի, ամեն ինչ որ գազով է տեղի ունենում, բնականաբար գինը բարձրանալու է։ Հիմա հարց է գալի, եթե գինը բարձրացեցիր, գազի գինը բարձրացավ, ունես այլ ընտրանքան գնա Իրանի հետ գազատարար, գնա Ղազախստանի գազատարի հետ խոսա, գնա ինչ-որ մի տարբեր այլ որտեղ դա լինելու է։ Կամ մտածի ինչ-որ ապրանքների մաքսեն գացին տնտեսական այնպեսի քաղաքականություն era, որ փակելու դեպքում դու չունենաս։ Մյուսը դու գնում ես խոսում ես Ղազախստանի հետ, ինչ-որ պարզում է Ղազախստանի եկած գծերը Ռուսական կողմի բացասական վերաբերմունք կապված հայտնեց։ Հա, բայց հիմա դու Ղազախստանի հետ խոսում ես, Ղազախստանից մենք ընդհանրապես կապ չունենք Հայաստանի եկած գծերի ինչ որ կոնցեսիայի կառավարման հետ, բան չէ Ղազախստանի անունը տալի։ Երբ Ղազախստանից ես կապ չունեմ դրանց հետ, բան չէ Ղազախստանին անունը տալի։ Գնա մի հատ բանակցի գտի կոնցեսիոն կառավարիչ, նոր ես բան կոնցեսիայի հարցը եկած գտել, հələ որ չես գտել, ինչ ես լրացուցիչ բան տալ, իմաստը որն է։ Կամ եթե դու բան ես անում, ասենք հապկի հետ հարաբերությունները վատացնում ես, կամ սառացած ես խնդիր չունեմ, կամ առաջ ԱՊ հետ հարաբերությունները Իդեպ ԱՊ-ն մեռած կազմակերպություն է, դեպ ասեմ։ Սառացված էր հիմա ծրագրում գրել են ԱՊ-ի հետ հարաբերությունները զարգացում։ Հիմա ԱՊ-ն քեզ ինչ է տալի։ Դու Եվրոմիության հետ ես գնում, Եվրոմիություն պիտի գնաս, դու ուրիշ երկարաբական լիգայի հետ, այսինքն մյուս կազմակերպությունների հետ հարաբերություն զարգացում։ Դու ոչինչ չես անում, մենակ վատացնում ես հարաբերությունները այդ մի կողմի հետ քո անձնական իշխանության համար։ Արդյունքը շատ վատ է լինելու։ Բա որ հիմա սկսեն այնտեղ անօրինական գտնվող անօրինական չէ, այսպես ասած ոչ այդքան օրինական, չասեմ կանոնական, բայց ոչ այդքան լեգալ ճանապարհով ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտներին սկսեն դուրս մղել։ Բա դու աշխատանքային միգրանտների հարցը գնա վռած գնա Գերմանիա, դեսպանել քո կուսակիցն է։ Միանգամից այնտեղ հարցերը լուծի, որ եթե այնտեղից անեն, ուղարկես Գերմանիա աշխատելու, Գերմանիայում աշխատեն, ասենք եվրո գա։ Բա տեղից չարժվի։ Բա քեզ հարաբերությունները փչացնում, եթե դու ոչ մի բան չես անում։ Հիմա այնքան զուտ իր բան մնալու համար, տեղում մնալու համար, փող չեն կարում նախարարները տանեն փոխի տեղերը, փոխի կադրերը։ Հասկանում եք, տարբեր ասենք խնդիրներ կա, բայց էլ եմ ասում, եւ Ռուսաստանի հետ արդեն հասկանալի է, որ սա վերջին հանդիպումն էր իրանց։ Ու հիմա այստեղ արդեն խնդիր է գրած։ Փաշինյան եւ Պուտին, հա, VS Պուտին։ Ով ում է հաղթելու։ Այս հարցը դրած, որտեղ եթե ռուսական կողմը բան այդ նա Փաշինյանն անգլերեն որ կա է VS են գրում, չէ՞, ցենցինը ստացվում, հա, VS են գրում, հա Պուտին, ով ում է հաղթելու։ Եթե բան այդ մնում է Փաշինյան մինչև հունիսի 7, ապա նրա վերարտադրումը ըստ իմ թվարկած այդ օրինաչափության հավանական է դառնում, ես իհարկե ոչինչ չեմ ասում, 100% կնիկ չեմ դարձնում, ով ուզում է գնա ընտրության, գնացեք քվեարկեք ձեր գործն է։ Իսկ եթե նա մնում է բան այդ ուրեմն հավանակ բան այդ վարչապետը հունիսի 8-ից հետո բնականաբար եւ բանի հարցը բարձրանալու եկած գծի կոնցեսիան, եթե միջև այդ չլինի, եւ Գազպրոմ Արմենիան այստեղից դուրս գրվելու, տարբեր ձևերով այստեղից կառնեն, եւ սահմանապարներն այստեղից դուրս բերվելու, եւ բազան է դուրս բերվելու։ Այդ 4-ն էլ ամբողջովին դուրս է բերվելու, բայց այստեղ պետք է նայած, եթե դուրս ես բերում, ում ես բերում, հասկանում ես, չի կարելի ուղարկի, պրոստը այնց մանկական բան անել, էլի վատություն անել, գալ, հարվածել ու գնալ։ Այդպես չի լինում, դա մանկամտությունն է։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, պարոն Բադալյան։ Հարգելի ըստադիտողներ, հիշեցնեմ, որ Եվրոմեդիայի տաղավարում զրուցում ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։